հայերի ճակատագիրը նույնպես մեզանից է կախված, որևէ մեկի ձեռը չտակ, սիրելի հայ ազգ, ոչ Ռուսաստան, ոչ Եվրոպա, ոչ Ամերիկա, մեր դաշինքը Արարիչ Աստծո հետ է կնքված, եթե Աստված մեր հետ է, մեր դեմ ով կարող է ելնի, դուք այդ հավատքով գնացեք, հաղթանակը ապահոված է, որովհետև մեզ առաջնորդում է Արարիչն Աստված ինքը Հիսուս Քրիստոսի օրհնությամբ, կրեք ձեր մեջ Քրիստոսի սերը, հավատքը, դրանով կծնվի վստահություն մեր մեջ, եթե ես իմ եղբորը չվստահեմ, ես նրա այդ ճանապարհ չեմ կարող գնամ, պետքա վստահեմ, վստահելու համար պետքա սիրեմ իմ եղբորը, որպեսզի սիրեմ պետքա մաքրվեմ մեղքերից։ Մենք քրիստոնյա ենք եղել Քրիստոսի ծնելուց հայտնությունից առաջ, որովհետև մեր հին սուրբ ձեռագրերի մեջ ասում է, որ մեր ազգը դարձի եկավ։ Երբ որ ասում են Իսրայելի ժողովուրդ, դա հրյաներին ի նկատի չունեն, միայն հրյաներ։ Ընդհակառակը Իսրայելի ժողովուրդը դա հայերն էին, մեծ մասամբ ասորիներ, հույներ, ղպտիներ, եգիպտացիներ, տարբեր ժողովուրդ են ապրում։ Դրա համար այսօր մենք Երուսաղեմում ունենք դարերի խորքից եկող վանքեր, եկեղեցիներ, պատմականորեն մերն, այսինքն Քրիստոսի անձը որպես թագավոր մենք պետք է ընդունենք։